Եթե դուք դեռ չեք զգում նոր տարվա շունչը, ապա վաղվանից կարող եք այցելել Հայաստանում առաջին Սուրբ Ծննդյան տոնավաճառ, այն լինելու է Աշտարակ քաղաքում, Պասկալ և Դիոդատո սրճարանի հարևանությամբ։ Տոնավաճառի զարդարված տնակների պատոհանից կարող եք գնել ձեռագործ դեկորացիաներ, ուտեստներ, խմիչք, քաղցրավենիք, այն ամենը, ինչը պետք է, որպեսզի ապահովի տոնական տրամադրություն։ Ըստ կազմակերպիչների, տոնավաճառը նման է լինելու փոքրիկ տոնական քաղաքի և ուղեկցվելու է երաժշտությամբ։ Աշտարակի Սուրբ Ծննդյան տոնավաճառ կարող եք այցելել վաղվանից մինչև դեկտեմբերի 25-ը, ամեն օր ժամը 16-ից մինչև 21-ը։ Երևանում այս պահին զրոցացը 3 աստիճան է, իսկ դուք ծանոթացեք եղնեք տեստանը ամբողջ Հայաստանում։ Շարլ Ազնավուրը հերքել է այն լուրը, թե իբր նա ասել է, որ Հայաստանում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում և դրա պատասխանատուն իշխանությունն է։ Armenpress գործակալությունը 3 հարց է ուղղել աշխարհահռչակ Շանսոնեին, ինչին պատասխանն ասել է, որ ինքը նման բան երբեք չի ասել և ամենայն հավանականությամբ դա թարգմանության սխալ է։ Այդ մասին այսօր գրել էին նաև թերթերի մեծամասնությունը, ինչպես ինձ ասաց Լիլիթը, ողջույն Լիլիթ։ Ողջույն Գայանե։ Թերթերի այոթի մեկ առանցքային թեման այսօր հենց այդ թեման է, հայկական ժամանակի առաջին էջին հրապարակը, երկիրը իրենց խմբագրականներով ժամանակ պարբերականը ժողովրդի խոսքով բոլորը անդրադարձել են եւ իհարկե բոլորը մեջ բերելով այդ խոսքերը կոչ են անում ասել մեծ մտավորականի խոսքին, օրինակ հրապարակը գրում է, որ սա հնչում է մի մեծ մտավորական հայի շուրթերից, որը կարծես հնչում է ճիշտ ժամին պահին և մեր իշխանությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն, իսկ օրինակ երկիրը իր խմբագրականում գրել է իհարկե սա մեծ մտավորականի խոսք է, բայց միևնույն ժամանակ դիվանագետի և այս դեպքում ով է մեղավոր Ազնավուրը, որ նշանակվել է Շվեյցարիայի դեսպանի պաշտոնում, թե մեր իշխանությունները, որ չգիտես ինչ անհասկանալի տրամաբանությամբ այսպիսի նշանակումներ են կատարում։ Այսինքն ոչ մեկ չէր ենթադրել, որ սա կարող է թարգմանության սխալ լինել, որովհետև ես հիշում եմ վերջերս էլի նման դեպքեր եղել, եթե դու էլ հիշում ես։ Այո, Նուվել Դաղմենի պարբերականում ենթադրել, ոչ, որևէ մեկը չի ենթադրել, բայց օրինակ հայկական ժամանակը եւ ժողովուրդը հասցրել են տպագրել Armenpress-ի այդ տեղեկությունը, որ սա սխալ թարգմանության հետևանք է։ Միգուցե դրա արձագանքները արդեն վաղը կլինեն, թերթերը դեռ չեն հասցրել եւ այդ սխալ նշանակումների վերաբերյալ նաեւ Սյունյակ ունի գրած օրակարգում Սուրեն Մանուկյանը, որը գրեթե նույն մտքին է հանգում, թե ինչու պետք է նշանակվեն այսպիսի մեծ մտավորականները կամ համենայն դեպս մարդիկ, որոնք դիվանագիտական, այսպես դիվանագետներ չեն այդ պաշտոններում եւ նույնիսկ բերում է պատմական այդպիսի օրինակ։ Հաջորդ հրապարակումը, որին կուզեի անդրադառնալ, վերաբերում է ոչխարի մսին։ Գիտենք, որ այս ամանորը մոտենում է եւ գնաճ է նաեւ սպասում։ Երեք Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարել էր, որ այս տարի գնաճը ամանորի նախատոնական օրերին ավելի ցածր կլինի։ Մինչդեռ օրինակ հայկական ժամանակը գրում է, որ ոչխարի բանը բուրդ է վերտառության հրապարակման մեջ, որ ոչխարի միսը Հայաստանում դառնում է դելիկատես եւ օրինակ է բերում, որ 2008 թվականին եթե ոչխարի միսը Հայաստանում 1800 դրամ էր կիլոգրամը, ներկայում միջինը 3500 դրամ։ Իհարկե սա բացատրվում է Իրան ոչխարի մեծ ծավալների արտահանմամբ, գրում է հոդվածի հեղինակը եւ նշում է, որ այս տարի այն ավելի աճել, նախորդ տարի եթե 65000 էր սեպտեմբերին, այս տարի 76000 է կազմել եւ իհարկե նշում է, որ դա ավելի ձեռնտու է, քան տեղում սպառել է ոչխարի մսի, բայց միևնույն ժամանակ ահազանգ է կարծես բարձրացնում հոդվածի հեղինակը գրելով, որ մայրական կազմն է նվազում մեր ոչխարների, ինչքան էլ որ ընդհանուր գլխաքանակը աճում է եւ նվազում է, որովհետեւ արտահանում են։ Ոչ, պարզապես երևի այլ խնդիրներ կան, որովհետեւ ընդհանուր աճը տեղի է ունեցել ոչխարի գլխաքանակի, բայց մայրական կազմը նվազել է եւ նշում է, որ կարող է Իրանը լինել լավ շուկա ոչխարի մսի համար, բայց մենք չկարողանանք ապահովել եւ նաեւ չկարողանանք ապահովել մեր ներքին շուկայի պահանջարկը։ Գանը եւ վերջին թեման, որին կուզեի անդրադառնալ, այն թեման է, որի մասին մենք երեկ ենք խոսել, Ֆրանսիայում հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծն է։ Ազգը եւս արձագանքել է այս թեմային եւ ինչպես նշել ենք, Նիկոլա Սարկոզին կանաչ լույս է վառել, երեկ այդ մասին ասել ենք եւ ահա ազգը շարունակելով այս թեման վկայակոչում է Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Օսման Քորոթուրքի խոսքը, որը եւս նշել է, որ Սարկոզին կանաչ լույս է վառել եւ նշել է, որ Թուրքիան որևէ
որևէ լուրջ լծակներ չունի ազդելու Ֆրանսիայի վրա այս պարագայում, մինչդեռ Հայաստանը ունի իդեմս հայկական մեծ համայնքի եւ Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխությունը ըստ Քորութուրքի պայմանավորված է առաջիկա ընտրություններում Ֆրանսիայի ընտրություններով, այո, նախագահական եւ Ֆրանսիա տեխնացուները նախագահի, այդ թվում եւ Սարկոզին ցանկանում են ֆրանսահայերի քվեն ստանալ։ Նաեւ նշեմ, որ Քորութուրքը ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այս դիրքորոշումը եւ այս տեսակետը նաեւ չպետք է բացառել հենց այդ գործոնով։ Այսքանը գան այսօր։ Այդ օրինագծի ընդունումը։ Օրինագծի քվեարկությունը նշանակված է դեկտեմբերի 19-ին։ Այո։ Շնորհակալություն Գայանե։